նետեց վերից վար, Հիսուսի մահվան վճիրն անարդար, այրունից արավ գազազած մարդիկ, փրկչի մարմինը հափշտակեցին, ծեծվելով ինչպես մեղապարտ վերջին, Հիսուս որ եկավ փրկության համար, ծանր խաչն առած վտիտ ուսերին, դանդաղ քայլում էր դեպի Գողգոթա, և շառաչում էր մտրակը մեջքին, երբ տկանանում ընկնում էր հանկարծ, բայց աղոթում էր նույնիսկ այդ պահին մեր գարշ մեղքերի թողության համար։ Այլևս ուժ չկար ու գետնատարած, հազիվ հասկարչած սեփական խաչից, փրկիչն էր զոհվում աշխարհի առաջ, աշխարհի մեղքը առած ուսերին։ Հասան Գողգոթա, պիտի կատարվեր այն միակ դեպքը այս մեծ պատմության, կորուստ պատճառող մահը պիտի մեռներ Հիսուսի մեխված ոտքերի առաջ։ Քիչ այն կողմ կանգնած մարդկանց արանքում աղերսում էր լուռ Մարիամն Աստծուն սիրելի որդու փրկության համար։ Սիրտն էր կրակվում անզորության մեջ, սառած աչքերով նայելով վերև։ Ոնց էին տանջում իր որդուն անմեղ, որ պատժի համար ոչ մի մեղք չուներ։ Շուրթերն էր ուզում հպել վերքերին, համբույրով մեղմել տանջող ցավերը, որդիս երանի թե կուրանայի, չտեսնեի քո տառապանքները։ Եվ ամեն անգամ, երբ հարվածների ցավից ցնցվում էր մարմինը որդու, թեև այդ պահին մարդկության համար փրկության վերջին զոհն էր մատուցվում, թեև իր որդու խոցված մարմնի վերքերից քավիչ արյունն էր հոսում, Մարիամը մայր էր, նրա սրտում որդու ցավերից դաշույն էր խրվում, նայում էր որդին, որդին Աստված էր, բայց և այդ պահին զավակն էր իր մոր, ախ երանի թե մայրը վեր ելներ, ափերով սրբեր քրտինքն արյունով, ծարավ էր այնպես շուրթերը նրա, ցավերի միջից ջուր էին խնդրում, թշվառ մոր սիրտը ինչպես դիմանա, ջրի փոխարեն քացախն են մեկնում, և հանդիպեցին աչքերը որդու ցավից տառապած իր մոր աչքերին, փշե պսակից արյունն էր հոսում ու կատկթում էր սրտին Մարիամին։ Հիշիր, ինչ ասաց Սիմեոն ծերունին, որ սրտիդ միջից սուր պիտի անցնի, այս խաչից եթե իջնեմ ես հիմա, ողջ մարդկությունը կորուստ կգնա։ Եվ վերջապես հասավ ժամը, պիտի մեռներ Աստծո որդին, սա էր միակ այն պայմանը, որով պիտի հաղթեր մահին։ Եվ այդ պահին մթության մեջ, անօգնական ու միայնակ, անպատմելի ցավերի մեջ, Աստծո որդին խաչին գանված, անլուր ցավերն իր մոռացած, առած մեղքը պիղծ աշխարհի, ճանապարհն էր հարթում այրամբ, նույնիսկ գալիք սերունդների, անեցյալ էր խաչի վրա, նույնիսկ հորից լքված, հեռու, աղոթում էր նա մեզ համար, կյանքի վերջին վայրկյաններում։ Վերջին անգամ նայեց վերև, նայեց հեռու, դարերի մեջ, սիրեց նա մեզ հավերժորեն, աստվածային սիրով իր մեծ, անզոր ճիքով բարձրացնելով գլուխը թույլ, երկինք նայեց, աղաղակով իր հաստատեց, մեղքից Աստծո զզվանքը մեծ, և փշե պսակից այրունոտված գլուխը խոնարելով կրծքին, ավանդեց հոգին, հոր ձեռքերի մեջ։
է նայել սովորական մանկանացուերը։ Այսքան հրաշներ գործելուց հետո ինչպես չկարողացավ ինքն իրեն ազատել։ Բայց մենք վկա եղանք այն բազում հրաշներին, որոնք սովորական մահկանացուն չէր կարող կատարել։ Անգամ իր մահվան ժամանակ բազում հրաշներ կատարվեցին։ Տաճարի վարագույրը վերից վար երկու մասի ճեղքվեց, երկիրը շարժվեց, քարերն անգամ փշրվեցին։ Չէ որ նայ, ոչ որ սրվան մեռած Ղազարոսին կենդանացրեց։ Նմանապես հարստի մեռած աղջկան կենդանացրեց։ Ընդհանրապես իր ողջ եղած ժամանակ հաճախ էր մեզ իր հարության մասին ասում։ Այդ արդյոք ինչ է հարության կյանքը։ Իրապես ինչ է հարության կյանքը։ Այս հարցը բոլորիս էլ ուզում եւ բոլորս էլ ուզում ենք հասկանալ։ Թեև 4 օրվա մեռած Ղազարոսին կենդանացրեց, բայց այժմ ինքը մեռավ։ Իրեն ով պիտի կենդանացնի։ Հիշում եք Ղազարոսի մահվան ժամանակ նա ասաց ես եմ հարությունը եւ կյանքը։ Նա որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Բայց ավաղ հիմա նա էլ մեռավ։ Մարդիկ, միթե մոռացել եք, չէ որ իր ողջ եղած ժամանակ ասում էր, որ 3 օրից հետո հարություն պիտի առնի։ Ուրեմն չուսատենք սիրելիներ, քաջալերվենք և սպասենք, քանի որ հրաշքը անխուսափելի է։ Անհույս չելա, խաչի ճամփում վերջնաշ է, դեր հարության պարտեզը կա լուսան, դեպի երկիր սանդուղ չինա, մեզ խաչ է, անթև տալու օքիներում մեր դկա, ամբարձման լեքը կանի։ Հույրեր, այն քարը, որ դրված է իբրև կափարիչ, շատ է մեծ։ Ինչ պիտի անենք։ Ով պիտի այն գլորի, որպեսզի անուշահոտ խունկով ու յուղով օծենք մեր սիրելի Հիսուսի մարմինը։ Եթե աշակերտներից մի քանի հոգին կերանային մեզ, միասնաբար կկատարենք մեր հարգանքի տուրքը մեր մեծ վարդապետին։ Պետք է շտապայտել աշակերտներին։ Ինչպես։ Ինչու են նրան վերցրել։ Ուր են դրել նրան։ Ինչ սարսափելի եղելություն է սա։ Ինչ պիտի անենք։ Մի վախեցեք։ Գիտենք, խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, քանզի հարություն առավ, ինչպես ասվել էր։ Ինչու եք ողջը մերժանների մեջ փնտրում։ Այստեղ չէ նա, քանզի հարություն է արել։
Հիշեցեք իր խոսքերը, որ ասաց, երբ Գալիլեայի մեջ էր։ Մարդու որդին պետք է մեղավոր մարդու ձեռքը մատնվի, խաչվի և հարություն առնի։ Մարիամ։ Մարիամ։ Ինչպես, Մարիամ, դու ինքդ տեսար գերեզմանը դատարկ։ Այո, Պետրոս, այո, գերեզմանը դատարկ էր, միայն կտավներն էին մնացել։ Միթե վարդապետը իսկապես հարություն է առել։ Նա այստեղ չէ։ Այստեղ չէ նա։ Վարդապետն իրապես հարություն է առել։ Թեև մեզ համար անըմբռնելի է կատարվածը, բայց պատահածը ճշմարիտ է և իրական։ Հովհաննես, շտապենք լուրը հայտնել մյուս աշակերտներին։ Ինչու ես լալիս։ Չէ, որ տիրոջս վերցրել են գերեզմանից, ու չգիտեն, թե ուր են դրել նրան։ Ինչու ես լալիս, և ում ես փնտրում։ Տեր, եթե դու ես վերցրել նրան, ասա ինձ, ուր ես դրել նրան։ Մարիամ։ Վարդապետ։ Մի մոտեցի, մի դիպչիր ինձ, քանզի հորս մոտել չեմ ելել։ Գնա եղբայրներիս և ասա նրանց, թե ես հելնում եմ իմ հոր մոտ ու ձեր հոր մոտ։ Իմ ասվածը ձեր էլ ասվածն է, իմ հայրը ձեր էլ հայրն է։ Հովհաննես, զգուշությամբ նայրով էր։
Մայրամը Հովանան և նորդեղնացին է։ Ներս եկեք քույրեր։ Եղբայրներ, քույրեր, Հիսուսը ողջ է։ Հիսուսը ողջ է։ Մայրամ, դու խենթացել ես։ Ինչպես կարող է դա լինել։ Ես չեմ հավատա, թե նա կենդանի է մարմնով։ Եղբայրներ, քույրերը իրավացի են։ Էմաուսի ճանապարհին մենք էլ հանդիպեցինք մեր Տիրոջը։ Նախ չճանաչեցինք նրան, բայց երբ սեղանի վրայի հացերը օրհնեց եւ իր դեմքը պայծառացավ, հասկացանք, որ նա Հիսուսն էր, մեր Տերն ու Վարդապետը։ Միևնույն է, ես չեմ հավատա, մինչև որ նրա մեխերի նշանները չտեսնեմ ու իմ ձեռը իր կողին չդնեմ։ Իրապես դժվար է այդ բոլորին հավատալ, բայց միթե հնարավոր է մոռանալ այն բազում հրաշքները, որ նա կատարեց։ Ով է մինչև այժմ մորից կույծմացի աչքերը բացել։ Կամ թե ով կարողացավ փոթորկալի ծովի ալիքները հանդարտեցնել։ Մոռացել եք մեր զարմանքը։ Երբ տեսանք նրան ծովի ջրի վրա, առանց սուզվելու հանգիստ քայլելիս։ Միևնույն է, ես չեմ հավատա, մինչև որ իմ աչքերովս չտեսնեմ։ Ողջույն ձեզ։ Ես եմ։ Մի վախեցեք։ Արդյոք հոգ է մեր տեսածը։ Ինչու եք նման խորհուրդներ ներում ձեր սրտներում։ Ոգին մարմին ու ոսկոր չունի, սակայն տեսնում եք, որ ես ունեմ։ Թոմաս, մատդ այստեղ բեր և ձեռքերը շոշափիր և ձեռքդ կողից դիր, որպեսզի տեսնես խոցված տեղը։ Մի եղիր անհավատ, ապա հավատացյալ։ Իմ Տերս, իմ Աստվածս։ Դուք ինձ տեսաք, դրա համար հավատացիք, սակայն եղանի նրանց, որ չեն տեսել ու կհավատան։ Սիմոն, Հովնանի որդի, ինձ դու այս բոլորից ավելի սիրում ես։ Այո Տեր, դու գիտես, որ քեզ սիրում եմ։ Սիմոն, Հովնանի որդի, ինձ դու այս բոլորից ավելի սիրում ես։ Տեր դու գիտես, որ քեզ սիրում եմ։ Սիմոն, Հովնանի որդի, ինձ դու այս բոլորից ավելի սիրում ես։ Տեր դու ամեն բան գիտես, որ քեզ սիրում եմ։ Ուրեմն առածին իմ ոչխարներս։ Ահա կատարվեցին այն բոլոր խոսքերը, որ ձեզ խոսեցի և դեռ ձեր հետ էի։ Այն խոսքերը, որոնք գրված են Մովսեսի օրենքի, մարգարեությունների և սաղմոսների մեջ։ Այսպես պետք է Քրիստոս չարչարվեր և երրորդ օրը մեռելներից հարություն առներ։ Նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն կքարոզվի բոլոր ազգերում Երուսաղեմեն սկսած, և դուք եք այս բանի վկաները։ Գնացեք և ամբողջ աշխարհում մեկ քարոզեք ավետարանը, և քարոզեք բոլոր ստեղծվածներին, որ նա, ով ինձ հավատա, պիտի փրկվի։
ով չհավատա, պիտի դատապարտվի։ Քանզի որ ես եմ բարի հովիվը, ճշմարիտ որդը, ոչխարների դուռը։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ես եմ ալֆան ու օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը։ Ես նա եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ, հավիտյանս հավիտենից։ Եվ ամեն օր ձեր հետ եմ, մինչև աշխարհի վերջը։